Ամերիկայի առաջին բորտը վայրեջք է կատարում Հարավային Կորեայի մեծությամբ երկրորդ քաղաքի Բուսանի միջազգային օդանավակայանում։ Դոնալդ Թրամփի այսական ոյաժի գլխավոր նպատակն է հարթել չին-ամերիկյան կնճիռները գերհզոր տերությունների միջև ծագած տնտեսական պատերազմի ֆոնին։ Թրամփի երկրորդ նախագահության ժամանակ լիդերները հեռախոսով են շփվել։ Այս հանդիպումն առաջինն է։ Միացյալ Նահանգների նախագահի օդանավի կողքին վայրեջք է կատարում եւ դիրքավորվում է նաեւ Air China-ն։ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ԱՓԵԿ գագաթնաժողովի ելույթում Թրամփը լավատեսական կանխատեսումներ էր արել չինացի պաշտոնակցի հետ հանդիպման վերաբերյալ։ Հուսով եմ նախագահ Սի Ցինփինի հետ գործարք կկնքենք։ Կարծում եմ դա լավ կլինի երկուսիս համար էլ։ Գիտեք, դա ավելի լավ է, քան պայքարելն ու տարբեր խնդիրների միջով անցնելը։ Ամբողջ աշխարհն է հետևում մեզ եւ բոլորին է հետաքրքիր, թե ինչ պետք է որոշենք, ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Նախորդ հանդիպումից 6 տարի անց պատմական ձեռքսեղմում հարավկորեական քաղաքում Թրամփը վստահեցնում է, անկասկած հաջող հանդիպում է սպասվում։ Շատ հաճելի է ձեզ նորից հանդիպել, ասում է Սին։ Միշտ չէ, որ մեր տեսակետները համընկնում են, բայց նորմալ է, որ աշխարհի երկու առաջատար տնտեսությունները ժամանակ առ ժամանակ տարաձայնություններ ունենան։ Ես միշտ հավատացել եմ, որ Չինաստանի զարգացումը չի հակասում Ամերիկան կրկին հզոր դարձնելու տեսլականին։ Առաջնորդների դռնփակ հանդիպումը տևել է 1 ժամ 40 րոպե։ Ջերմ ձեռքսեղմում է եղել նաև հրաժեշտի ժամանակ։ Լրատվամիջոցների ներկայացուցիչները տարակուսանքի մեջ են, լիդերները մեկնում են Հարավային Կորեայից առանց մամուլի ասուլիսի։ Օդանավ բարձրանալիս Թրամփը բռունցքն է թափահարում, անորոշության մեջ թողնելով բոլորին, հաղթանակ թե ձախողում կրկին։ Վաշինգտոն-Պեկին դիվանագիտության խաղաթղթերը բացվում են արդեն օդում։ Սիի հետ բանակցությունների մասին հենց թռիչքի պահին է պատմում Սպիտակ տան ղեկավարը։ Կարծում եմ հիանալի հանդիպում էր, նա հզոր երկրի ուժեղ առաջնորդ է։ Հանդիպումը 0-ից 10 սանդղակով 12 բալ եմ գնահատում։ Մենք համաձայնության եկանք բազմաթիվ կարևոր հարցերի շուրջ։ Քննարկեցինք նաև Ուկրաինայի հարցը, այս խնդրի շուրջ աշխատելու ենք միասին։ Լրագրողներին հետաքրքրել է միջուկային փորձարկումների մասին Միացյալ Նահանգների նախագահի ավելի վաղ արած աղմկահարույց հայտարարությունը։ Քանի որ այլ երկրներն անցկացնում են փորձարկման ծրագրեր, ես հանձնարարել եմ պատերազմի դեպարտամենտին սկսել մեր միջուկային զենքի փորձարկումները։ Այս գործընթացը կսկսվի անհապաղ։ Թրամփը վստահեցրել է, որ Ամերիկան ավելի շատ միջուկային սպառազինություն ունի, քան որևէ մեկը, ընդգծելով, որ դրան հասել է իր առաջին նախագահության ընթացքում սպառազինության արդիականացման շնորհիվ։ Ըստ Սպիտակ տան ղեկավարի, միջուկային արսենալով երկրորդը Ռուսաստանն է, երրորդը Չինաստանը, բայց 5 տարի անց նրանք կհավասարվեն։ Ամերիկյան փորձարկման վայրն ու ժամը Վաշինգտոնն ավելի ուշ կանոնսի, ասել է Թրամփը։ Կրեմլից արձագանքել են։ Պեսկովի պնդմամբ Ռուսաստանին մինչև այժմ հայտնի չէ, որ որևէ երկիր միջուկային փորձարկում է անում։ Եթե ինչ-որ ձևով բուրևեստնիկը նկատի ունեն, դա բոլորովին չի համարվում միջուկային փորձարկում։ Բոլոր երկրներն են զբաղվում իրենց պաշտպանության համակարգերի զարգացմամբ, սակայն դա միջուկային փորձարկում չէ։ Պեսկովն ասել է, որ Միացյալ Նահանգները ինքնիշխան պետություն է եւ ինքնիշխան որոշման իրավունք ունի։ Այնուամենայնիվ հիշեցրել է նաեւ Պուտինի հայտարարությունը։ Եթե որևէ մեկը մորատորիումից շեղվի, Ռուսաստանը կգործի համարժեք։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։